Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես ով կարդացել է Գյոթեի ստեղծագործությունները, լավ կհիշի այն տողերը, որով Մեֆիստոֆելը դիմում էր Ֆաուստին։ Միևնույնն է, այն ես ինչ կաս, թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուր, կամ հասակդ կրկնապատկես, դարձյալ կզգաս, որ նույնն ես դու, մի տանջվիր զուր։ Նիկոլ Փաշինյանը այս տողերի լավագույն ապացույցն է։ Նա լրագրողից դարձավ պատգամավոր, պատգամավորից վարչապետ, ընդդիմադրից իշխանավոր, սակայն էլի մնաց նույն Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործունեությունը ամբողջովին մնաց այն, ինչ որ կար ի սկզբանե, որը ամբողջովին հիմնված է շանտաժի և բանսարկության վրա։ Նիկոլ Փաշինյանը դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդպես էլ չդարձավ պետական գործիչ։ 8 տարին բավարար ժամանակ էր սովորելու համար, 8 տարին բավարար ժամանակ էր յուրացնելու այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի պետության ղեկավարը։ Իհարկե, շատ բաներ սովորելով չէ, շատ բաներ մարդ կամ ունենում է, կամ չի ունենում, կամ օժտված է այդ հատկանիշներով, կամ ոչ, սակայն շատ բաներ էլ նաև կարող է սովորել։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ոչինչ չսովորեց։ Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշ բառապաշար, որոշ գործողություններ, որոշ հայտարարություններ կարող էին ճակերտավոր ասված արդարացվել որպես ընդդիմադիր գորշի կողմից կիրառվող գործիքակազմի իշխանության հասնելու համար, ապա նույն բառապաշարը ու նույն հայտարարությունները, երբ այսօր օգտագործում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապացուցում է, որ նրա պատկերացումները պետության մասին ամենևին չեն փոխվել։ Այսինքն նա ի դժբախտություն մեզ մնացել է նույն Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն որոշակի իր հայտարարություններում այնուամենայնիվ փոփոխություններ մտցրել է, սակայն էլ ավելի սրելով դրանք։ 2018 թվականին նա հայտարարում էր կամ ես կլինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում կսկսվի պատերազմ, ինչը արդյունքում կասկածի տակ կդնի կամ կվտանգի Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ընդհանրապես։ Այլ խոսքով ասած, եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան ընդհանրապես գոյություն չի ունենա։ Նույնը վերաբերում է նաև նրա հայտարարություններին տարբեր անձանց մասին։ Դե արդեն բոլորս ծանոթ ենք նրա ասֆալտին ծեփելու, պատերին խփելու, փռելու, դոմփելու եւ այլն այդ բոլոր պետության ղեկավարին ոչ վայել հայտարարություններին, սակայն եթե մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնում ու վիրավորում էր այս կամ այն գորշին, այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն վիրավորում է գործիչների երեխաներին։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ընդհանրապես երկրի ղեկավարին վայել չէ մեկ այլ գորշի երեխայից խոսելուց անվանել նրան լակոտ, եթե նույնիսկ տվյալ երիտասարդը խախտել է օրենքը։ Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է և հիմա փախած է և բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ մի տեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք,
Դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կրուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխեք պատին կտակ, չոքացրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկան Գագիկ, լեզուկ երկար է, ես քեզ ասում եմ, Լակոտիկ, Բելարուսից վծից բռնած բերելու եք եւ բերելու եք դրել պատասխանատվության։ Երբ Նիկոլ Փաշինյանը այլ գորշի երեխայի մասին արտահայտվելիս անվանում է լակոտ, դրանով բոլորին իրավունք է վերապահում, որպեսզի լակոտ անվանեն իր երեխաներին, որովհետև եթե մեկը չի հարգում մյուսի ծնողական զգացմունքները, անպատվելով, վիրավորելով նրա երեխային, ապա դրանով կանաչ լույս է վառում իր երեխաներին վիրավորելու համար։ Այլ հարց է, թե տարբեր մարդիկ որքանով չակերտավոր ասած կօգտվեն այդ իրավունքից, այդ կանաչ լույսից եւ կվիրավորեն Նիկոլ Փաշինյանի երեխաներին։ Անձամբ ես դեմ եմ ընտանիքի անդամներին թիրախավորելուց, անձամբ ես դեմ եմ երեխաներին թիրախավորելուն, եւ ես երբեք, հարգելի հետևորդներ, չեմ քննադատի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին, չեմ քննադատի Նիկոլ Փաշինյանի երեխաներին եւ չեմ անդրադառնա ընդհանրապես այդ թեմային, որովհետեւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ինձ համար մարդու անձնական կյանք, ընտանեկան կյանք մտնելը կարմիր գիծ է։ Ցավալիորեն հարգելի հետևորդներ, Հայաստանի Հանրապետության ընտրողները պետք է հստակ հետևություն անել հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքագծին։ Այլ խոսքով ասած, ընտրողները պետք է հստակ հասկանան, որ այս մարդու համար չկա որևէ կարմիր գիծ, չկա որևէ արժեհամակարգ, չկա որևէ սրբություն, չկա որևէ արգելք, որը նրան կարող է հետ պահել հետագա քայլերից։ Նա կարող է յուրաքանչյուր մարդու, սկսած նրանից վերջացրած նրա ընտանիքի անդամներով, օգտագործել իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Հարգելի հետևորդներ, այս աշխարհում ոչ մեկ սուրբ չէ։ Ես չեմ ասում, որ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանի որդին օրենք խախտած լինի, սակայն դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այն մարդկանցով, որոնք խախտում են օրենքները եւ առանց Նիկոլ Փաշինյանի կողմից ավելորդ աղմուկ աղաղակի։ Այսինքն իրավապահները չպետք է սպասեն Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, իսկ այդ հրահանգների մոտիվացիան միանշանակ քաղաքական է։ Եթե Գագիկ Ծառուկյանի որդին օրենք է խախտել, ապա պետք է իրավապահները պարզապես կատարեին իրենց աշխատանքը։ Սակայն այսօր մենք տեսնում ենք միանգամայն հակառակը։ Նիկոլ Փաշինյանը տարբեր ընտրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ իբր նա կրակել է Երևանում, Աբովյանում, Առինջում, Կոտայքում եւ այլն Հայաստանի, Երևանի տարբեր վայրերում։ Այդ դեպքում եթե կրակել է, ուր էին իրավապահները։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ ամենի մասին իմացել է ու լռել եւ խոսում է այսօր, դա նշանակում է, որ նա ամենևին ձգտում չունի Հայաստանի Հանրապետությունում ձևավորել քաղաքացիական հասարակություն։ Ամենևին ցանկություն չունի ձևավորել իրավական պետություն, որ նրա համար օրենքները ոչինչ են, այսինքն չկա ձգտում օրենքների պահպանման, կա միայն մեկ ցանկություն՝ օգտագործել ցանկացած առիթ իր վերարտադրման համար, օգտագործել ցանկացած առիթ, որպեսզի այն կախի հակառակորդի գլխին, քաղաքական հակառակորդի մասին է իհարկե խոսքս, հակառակորդի գլխին որպես դամոկլյան սուր։ Եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Գագիկ Ծառուկյանի որդին խախտել է օրենքները եւ այդ մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է ու լռել, ստացվում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ մինչև քարոզարշավի ավարտ պետք է մեղադրանք հարուցվի, նա պետք է
ձերբակալվի քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով, այն է հանցագործության պարտակում, որովհետև եթե դու գիտես կատարված հանցագործության մասին, սակայն լռում ես, դառնում ես ուղիղ այդ հանցագործության հանցակից։ Հարգելի հետևորդներ, սա միակ դրվագը չէ, որը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի, ինչպես բժիշկներն են ասում, վիճակը կայուն ծանր է։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին դիտարկում է որպես իր վերարտադրման գործիք և վիրավորում է ամեն քայլափոխի։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարզապես կենդանու տեղ է դրել, որոնք պետք է զուրկ լինեն ցանկացած զգացմունքից, ցանկացած նպատակից, խոսքս ազգային նպատակների մասին է, ցանկացած իղձերից և պետք է առաջնորդվեն միայն ստամոքսով։ Եթե չեմ սխալվում, երեկ մետրոյում քարոզարշավ իրականացնելիս նա նստեց թոշակառու մի քաղաքացու կողքը և իմանալով, որ այդ քաղաքացին անտրամադիր է, Նիկոլ Փաշինյանը հարցնում է, ինչու ես անտրամադիր, լավ, դուք ով հարցրեց, սակայն դա դեռևս հարգանքի ցուցիչ չէ նրա կողմից, ինչու եք անտրամադիր, չէ որ թոշակները բարձրացվել են, կա առողջապահության ապահովագրում, հետևաբար Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, եթե բարձրացրել է քաղաքացու թոշակը, ապա նա իրավունք չունի անտրամադիր լինելու։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, որ մարդուն կատարյալ երջանիկ լինելու համար բավարար էր միայն այդ ողորմելի 10,000 դրամը, որը նա բարձրացրել է և ամեն քայլափոխի երեսով է շպրտում թոշակառուներին։ Ամեն քայլափոխի նա թոշակառուներին ասում եմ, կրկնում եմ, բառից բուն իմաստով այդ 10,000 դրամները երեսով է տալիս և դրա դիմաց ակնկալում ստանալ քվե։ Բայց անդրադառնանք մետրոյի դեպքին։ Եվ երբ որ մեր թոշակառուն հայտարարեց, որ դա ոչինչ է հայրենիքի կորստի հանդեպ, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նույն իր տխմարաբանությամբ, որ Արցախը երբեք իր ձևակերպմամբ, Ղարաբաղը երբեք մերը չի եղել և այլն, որ մենք Ղարաբաղը վերադարձրել ենք իր իրական տերերին, իհարկե նա այդ բառապաշարով չասեց, սակայն տրամաբանությունը դա է։ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, մենք վերադարձրել ենք Ղարաբաղը և գտել ենք Հայաստանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ այդ քաղաքացին չպետք է ունենար որևէ ազգային զգացմունք և պետք է գոհ ու երջանիկ լիներ միայն նրա համար, որ բարձրացրել են թոշակները։ Ոնց է ձեր տրամադրությունը լավ չի։ Ինչի։ Բալյան նստեցնե։ Ինչի լավ չի ձեր տրամադրությունը։ Օրինակ թոշակները բարձրացել են, ճիշտ է։ Դուք թոշակ ստանում եք։ Քանի տարեկան եք, եթե գաղտնիք չի։ Թոշակները բարձրացել են, դուք առողջության ապահովագրության շահառու եք, 300 դպրոց է կառուցվում երկրում, 500 մանկապարտեզ է կառուցվում, խաղաղությունը հաստատվել, տնտեսությունը աճում է, աշխատավարձերը աճում են, պետական ծախսերը աճում են։ Ամեն դեպս կխնդրեմ Այդ սա մի հատ հայրենիք չարժի, հա։ Հարգելի հետևորդներ, ես կատու եմ պահում մեր բակում և ապահովում եմ իմ կատվի կերը և ապահովում եմ բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի իմ կատուն անվտանգ և կուշտ ապրի մեր բակում։ Թվում է, թե կատուն այլևս որևէ այլ պահանջ չպետք է ունենար։ Սակայն վայ մեկ այլ կատվի, որը կհամարձակվի մտնել մեր բակ։ Մեր կատուն ատամներով պահպանում է այն տարածքը, որը համարում է իր սեփականը։ Մեր բակը իմ կատվի հայրենիքն է։ Նա այդ գիտակցությամբ է այդ բակը պահում։ Եվ կարևոր չէ նրա կերը որքան է առատ,
Կարևորը որ որևէ կատու ներս չմտնի իր տարածք։ Նայեք, կատուն որպես մարդու զարգացումից ցածր գտնվող կենդանի հասկանում է, որ իր տարածքը պետք է պահպանել, պաշտպանել ատամներով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չունի կատվին համարժեք հայրենիքի գիտակցում։ Նա պատրաստ է հանձնել ամենը և փոխարենը խոստանալ միայն ուտելիք, ուտելիք և ուտելիք։ Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք ևս։ Նիկոլ Փաշինյանը կանգնած է երկընտրանքի առաջ։ Նա կամ պետք է հայտարարի, որ Արցախը Ադրբեջան է, կամ պետք է ընդունի, որ ինքը դավաճան է, լավագույն դեպքում կապիտուլյանտ և հանձնել է Արցախը։ Հետևաբար, որպեսզի խուսափի երկրորդից, նա ամեն գնով փորձում է արժեզրկել մեր հայրենիքը, ամեն գնով փորձում է արժեզրկել մեր ձեռքբերումները։ Նա այո պետք է հայտարարի, որ Արցախը ադրբեջանական է, հակառակ դեպքում նա պետք է ընդունի, որ Ադրբեջանին է հանձնել մեր հայրենիքը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը այսօր տարբեր բառախաղերի միջոցով կարող է փորձել ինքն իր վրայից թոթափել այն պատմական մահացու մեղքը, որը վերցրել է իր վրա, սակայն դրանով պատմության դատաստանից նա չի խուսափելու։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է հայտարարում, որ Արցախը Ադրբեջան է, սակայն ոչ թե հայտարարում է նրա համար, որ նա իրոք այդպես է մտածում։ Ես մի քիչ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրոք մտածում է, որ Արցախը միշտ եղել է ադրբեջանական, այլ նա պարզապես այդպես է հայտարարում, էլի եմ շեշտում, որպեսզի ինքն իրեն հայլու մեջ չանվանի հող հանձնող և դավաճան։ Նիկոլ Փաշինյանը այդպես է հայտարարում, որպեսզի գոնե կարողանա իր խղճի առաջ արդարանալ 5000 մարդու թափված արյունը, սակայն դա նրան չի հաջողվելու, հարգելի հետևորդներ, էլի եմ շեշտում, հայ ազգը, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հասարակությունը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի, չի առաջնորդվում միայն կուշտ ստամոքսով։ Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը ունի նաև ազգային նպատակ և ազգային իղձ, իսկ Նիկոլ Փաշինյանը խիստ ժամանակավոր է։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։